Եթե փոքր-ինչ անկեղծ լինեմ, այս տեսանյութը պատրաստելն ինձ համար կրկնակի պատասխանատվություն էր։ Հյուրընկալվել էինք ծաղրանկարչի մոտ լրագրողական աշխատանքից բացի, հետևում էի, թե ինչպես է նա նկարում իմ և իմ գործընկերուհու ծաղրանկարը, թե ինչքանով էր այն արդարացված, դիտեք այս շաբաթ պատրաստած մեր տեսանյութում։ Վաստակաշա ծաղրանկարիչ Վլադիմիր Աբրոյանի ընկերներից մեկը մի անգամ մաղթել է նրան ունենալ այնքան փող, որքան թուղթ կօգտագործի ողջ կյանքի ընթացքում։ Ծաղրանկարիչն ի պատասխան այդ անկեղծ մաղթանքին ասել է, որ հավանաբար այդ դեպքում ինքը կդառնար աշխարհի միակ մարդը, որը չէր իմանա, թե ինչքան փող ունի, քանի որ իր օգտագործած թղթերի թիվն անհաշվելի է։ Թե ինչպես ու ինչու սկսեց սիրել ծաղրանկարչությունը, Վլադիմիր Աբրոյանը չի կարողանում պատասխանել։ Ամեն ինչ ինքնաբերաբար է եղել, ինքն էլ չի հասկացել։ Մի անգամ արտասահմանի մի հատ թերթում հումոր նկար տեսա ու սկսեցի ծիծաղել։ Ու դրանից հետո ոնց որ ինձ մեկը բրդեց, ես սկսեցի նկարել այդ ծաղրանկարները, հումորիստական նկարները ու սկսեցի տպագրվել։ Ես արդեն վաղ դպրոցում էի սովորում ու նոր հետո վերջացրեցի դպրոցը ու երբ որ ինստիտուտում սովորում էի, արդեն տպագրվում էի կենտրոնական թերթերում Վրաստանում, տպագրվում էի Էնդեից Թիֆլիսից գրվում էի Երևան, Ոզնու համար, կենտրոնական թերթերում սովետական Հայաստան կար, կոմունիստ թերթ կար եւ կենտրոնական թերթերում Մոսկվայում Կրակադիլ, Ագանյոկ, Սմենա, Սովետский Союз։ Հետո արդեն 17 տարեկանում նրա ծաղրանկարները Թիֆլիսում հրապարակվող թերթերի առաջին էջերին էին։ Վարպետը տեղափոխվում է Երևան, բայց չի թողնում ծաղրանկարչությունը։ Սկսում է ձևավորել նաև հումորային գրքեր եւ ոչ միայն։ Աշխատել եմ Միկատիլ Մեղր, Ջութակը ջունգլիները եւ շրթավոր վագրերը։ Այնտեղ մուլտիպլիկատոր է այդ ֆիլմերի վրա ես աշխատել եմ, բայց ես 37 տարի ես համագործակցում է Ոզնի ամսագրում։ Վլադիմիր Աբրոյանն ասում է, ծաղրանկարչությունն իր համար առաջին հերթին երևակայություն է, հումոր ինքնաարտահայտման առանձնահատուկ միջոց։ Մենակ խոբի չէ, որ ասեն խոբի է, այդ խոբի էլ է։ Գիտեք ինչ, շատերը կարծում են, որ այդ զվարճանք է ծաղրանկար։ Գիտեք ինչ, գեղանկարիչը, գրաֆիկ նկարիչը, ուրիշ քանդակագործը, երբ որ սկսում է նկարել ծաղրանկարը, այն չի։ Բայց ծաղրանկարիչը կարող է եւ գեղանկարչությանով զբաղվի, եւ գրաֆիկայով, եւ տարբեր ասպարեզներով։ Քաղաքականություն, մշակույթ, ինչ ասես չես գտնի Վլադիմիր Աբրոյանի ծաղրանկարներում։ Սիրում է ստեղծագործել ամենատարբեր թեմաներով, բայց Մոհամեդ Մարգարեի ծաղրանկարը չի նկարել ու չի էլ պատրաստվում։ Ծաղրանկարչությունն ու վիրավորանքը համարում է անհամատեղելի։ Ես գիտեմ, ինչ կարել է, ինչ չի կարել։ Ինձ պետք է չի ասել։ Պետք է լինի, բավոց, առանց ցենզուրայի չի կարելի ասել, որ ինչ որ ուզում եմ անում եմ։ Нет, нельзя։ Դաժե արտասահմանումներ կա մեծ ցենզուրա, որ ինքը ասում է, որ մենք մեզ մոտ դեմոկրատիա, իր դեմոկրատիա չկա։ Հայաստանի վաստակավոր նկարիչն ասում է, իրեն կարող է ոգեշնչել ամեն ինչ, իսկ թե հերթական ծաղրանկարի գաղափարը որտեղ կծնվի եւ ինչպես ինքն էլ չգիտի։ Քանի մեջ էլ եղել, որ ես մտածել եմ լավ հումորիստական նկար, հետո մոռացել եմ։ Ես ինձ ստիպել եմ զարթնել, գրել, որ չմոռանամ այդ թեման։ Բնակարանի այս փոքրիկ անկյունն արդեն մի քանի տարի է որպես արվեստանոց է ծառայում նկարչի համար։ Այստեղ պահվում է հեղինակի տարբեր միջազգային մրցույթներից հաղթանակով վերադարձած ծաղրանկարների միայն մի մասը։ Վլադիմիր Աբրոյանի ինքնակենսագրությունը, դիմանկարն ու ծաղրանկարներից 7-ը զետեղված են Թուրինի հումորի միջազգային կենտրոնի ծաղրանկարի միջազգային հանրագիտարանում։ Մասնակցել է ցուցահանդեսների աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Բրազիլիայում, Կուբայում, Հոլանդիայում, անգամ հեռավոր Մոնակոյում։ Իմ գործերն անուն ու մակագրություն չունեն, ասում է Վլադիմիր Աբրոյանը, ով ինչպես հասկացավ։ Կա մաքուր հումոր, անգլերեն ասում են քարտուն, այդ հումորը դե զվարճանք կա այնտեղ, չէ՞։ Կա երգիծանք։ Դե ես եւ հումոր եմ նկարում, եւ երգիծանկարներ եմ նկարում։ Եվ միջազգային թեմաներով, ասում են պոլիտիկա կարիկատուրա, միջազգային թեմաներով արտասահմանի դեպի արտասահման, նետված նկարները եւ մեր մեջի խնդիրները։ Անգամ հեռավոր Մոնակոյի արվեստասերներին իր ծաղրանկարներով ժպիտ պարգևած նկարիչը վստահ է։ Ծաղրանկարչությունը սահմաններ չունի, հայրենիք էլ չունի։ Որքան էլ անհավանական է թվում, խոստովանում է, կյանքում մի քանի անգամ է լիաթոք ծիծաղել, բայց իր նկարներով ժպիտ է պարգևել հազարավորների։
Էշին ուզում է նկարի, հետո ասում է ինձ էլ էշի հետ նկարեք, հետո սա հավաքում են էշի հետ, հետո էշն է նկարում սաղին։ Սուքյաս Թորոսյանը նախընտրում է, երբ իրեն երգիծանկարիչ են կոչում։ Նա խոստովանում է. Տարբեր տեղեր, տարբեր մարդկանց մոտ ես ասենք Տարբեր են։ հա, կարող է շատ լուրջ գալուս, բարեձես, ինչպես 3 րոպե կտևի, հետո կսկսեմ ինչ-որ լրիվ լրջիկանալ, մեկ այլի փոխվում եմ, դառնում եմ ինչ-որ ես կամ։ Սուքյաս Թորոսյանը կիսով չափ համաձայն է, որ բոլոր երգիծանկարներն էլ պատվեր են, ուղղակի կարող է պատվերը սրտովդ լինել եւ չլինել։ Եթե սրտովդ է, սիրով ես աշխատում, եթե քո սրտով չի կամ պիտի չանես, կամ էլ պիտի այնպես անես, որ ի վերջո քո սրտով դառնա։ Երգիծանկարիչը տեսնում եւ պատկերի շնորհիվ ցույց է տալիս այն, ինչը փորձում են թաքցնել։ Սուքյաս Թորոսյանը երգիծանք տեսնում է ամեն ինչի մեջ, համոզված է երգիծել կարելի է, բայց չափի մեջ։ Նույնիսկ, ասենք, տնից տեղից հեռու, ասենք, երբ որ գնում ես մի ինչ-որ տեղ, որտեղ որ ասենք բոլորը սքի մեջ են եւ այլ, այդ սուքը կարող է այնքան իմ վրա ծանր ազդի, որ կարող է մի հատ թեթև կատակ անեմ։ Ու գիտեն արդեն, որ ես կարող եմ կատակ անեմ, աշխատում են կողքս շատ չկանգնեն։ Հանդիպումը երգիծանկարչի հետ իմ եւ Քրիստինեի համար ոչ միայն հետաքրքիր էր, այլև բացահայտումներով լի։ Պարզվում է, որ կարելի է ծաղրանկար ստանալ սովորական թուղթն ընդամենը ճմրթելով։ Հիմա որ մի քիչ sense բան անես, բացես, ինքը լրիվ ուրիշ բան կդառնա, հա։ Sense ուրիշ բան կդառնա։ Մարդու ֆանտազիայից է գալիս։ Ես ասում ժամանակին սա արել եմ, նեղացել են ինձ, որովհետև ասենք շատ արագ արա, շատ արագ չմրթեցի, դրեցի, հա։ Ում տեսակ։ Բաբկեն Արաքցյանը։ Հասկանալու համար, թե ով է պատկերված այս թղթի վրա, կրկին օգնությամբ պետք է դիմել սեփական երևակայությանը։ Հետո արդեն մեր հարցազրույց այլ ընթացք ստացավ։ Սուքյաս Թորոսյանն ասում է, ծաղրանկարը հումորի արտահայտման եղանակ է։ Առաջին աշխատանքը ինքը չի հիշում, բայց հիշողներ ըստ նրա հաստատ կլինեն։ Առաջին աշխատանքը հիշում եք։ Առաջի աշխատանքը դասատուներն են հիշում, որովհետև միշտ ծեծ է ուտում։ Ինչի։ Իրանց է նկարում։ Որևէ աշխատանք չի առանձնացնում ամենասիրելի նկարն էլ, ինչպես ցանկացած ստեղծագործողի մոտ։ Ծաղրանկարիչը վստահ է, իրենք տեսնում են այն, ինչը շատերը փորձում են թաքցնել։ Սեփական ծաղրանկարը տեսնելիս առաջին տպավորությունը ծիծաղն է, հետո արդեն մենք սկսում ենք անկեղծանալ եւ ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին որ կանք։ Այնպես, ինչպես որ եղավ իմ եւ Քրիստինեի դեպքում։